Եթե մեզանից կախված լինի կառավարության կազմը, այստեղ մենք մեր կարմիր գծերը արդեն վաղուց նշել ենք, եւս մեկ անգամ չեմ զլանա ասեմ, մենք բնականաբար չենք կարող համագործակցել ԿՊ-ի հետ, իշխող կուսակցության հետ եւ չենք կարող համագործակցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ, իսկ մյուս ուժերի հետ այստեղ շատ կարևոր է հասկանալ պարլամենտարիզմի բանը, էլի սիստեմը ոնց է աշխատում։ Եթե մենք պարլամենտական պետություն ենք, եթե մենք այդ ուղղությամբ ենք շարժում, ապա պարլամենտարիզմը խոսում է հենց միասնությունների մասին, որովհետև առանց միասնությունների կառավարություն չի կազմում ուղղակի։ Բայց նաև պետք է մարդիկ հասկանան, որ մեզ օրինակ ձայները ինչի համար են տալի, մեր սկզբունքների, մեր ծրագրերի համար։ Եթե մենք պետք է մեկի հետ կոալիցիա կազմենք, որտեղ չի լինելու, չի կատարվելու մեր ծրագրերը, մեր սկզբունքներից հեռանալու ենք, ապա կոալիցիա կազմելը ինքնանպատակ չի։ Օրինակ, մենք ունենք ծրագիր եվրոպականացում։ Մյուս ուժերը, հիմա ինչքան էլ մեկը ասի այդպես չի եւ այլն, ես ներքին համոզմունք ունեմ եւ կարծում եմ ժողովուրդն էլ շատ լավ գիտի, որ պրոռուսական ուժեր են։ Եթե իրենց համար շատ կարևոր է, չէ, այդ թեզը, որ պետք է ԿՊ-ն հեռանա, շատ լավ, թող մեր այդ կետը ընդունեն, որ մենք գնալու ենք եվրոպականացման ճանապարհով։ Մնացած կետերում կարող ենք բանակցել։ Մեր համար կարելի լինել եվրոպական արժեքներ կրող հասարակություն եւ պետություն, բայց ունենալ նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ոչ թե չի կարելի, պարտավոր ենք ունենալ շատ լավ հարաբերություն Ռուսաստանի հետ, բայց ոչ թե Ռուսաստանի կամակատարել։